Բարև ձեզ։ Եթե ցարական Ռուսաստանը 20-րդ դարաշրջին չտապալվեր, կասեք ուրիշ ինչն էր բերելու Ադրբեջան պետություն հորինելուն։ Այդպիսի պետական միավոր պետք էր բոլշևիկներին, նրանք էլ ստեղծեցին։ Դրա համար էլ պատմաբան Ալիևին հուշեք, Ադրբեջան պետք է փնտրել ոչ թե ցարական քարտեզներում, այլ բոլշևիկյան, որովհետև հենց բոլշևիկները հայկական հողերի հաշվին խիստ առատաձեռն գտնվեցին հանուն Աթաթուրքի։ Ալիևի ակադեմիկները ինչ է դա չգիտեն, բայց ով է ասել, որ Ադրբեջանի այսօրվա խնդիրը պատմությունը փոխելն է։ Ալիևի կոնֆլիկտային խոսույթին վերադարձի հասցեատերը Վաշինգտոնն է, որտեղ նա ընդունել է 1991 թվականի խորհրդային սահմանները։ Ուրեմն Ալիևին էլ հարցրեք, Սևանալճում լողալ է ուզում, թե փախուստ օգոստոսի 8-ի համաձայնագրից, ինչը էլ չի հանում հակամարտություններ կարգավորող Թրամփի ամենակարողությամբ, թե պարտատերերն են զայրացել, որ հացահատիկն ադրբեջանական երկաթուղով է հասնում Հայաստան։ Վրացի փորձագետն արդեն հաշվել է տարանցիկ բեռների 20% անկում Վրաստանի համար, եթե բացվում են Կովկասի նոր երթուղիները։ Ավելին արթնացել է հայկական երկաթուղու ռուս կառավարիչը, թե չինական բեռները երկաթուղով Հայաստան ներկրելը կտրուկ իջեցնում է բեռնափոխադրումների սակագինը ռեգիոնի բոլոր մասնակիցների համար։ Սա չէր Ալիևի ուզածը։ Բա ով կամ ինչն է ներշնչել կարոտել հայերի դեմ կոնֆլիկտին։ Թուրքիան փորձեց իր պատմության ամենաարյունոտ էջին պատմաբաններին մեղսակից դարձնել։ Գիտեք ինչով ավարտվեց։ Բաքվի ակադեմիկները գիտեն, որ Ալիևը իրենց նույն հանձնարարությունն է տվել օգոստոսի 8-ը նոյեմբերի 9-ով տապալելու մեղսակցությամբ։ Հաջողություն։